Ողջուններս բոլորին, հարգելի հայրենակիցներ, այսօր մենք հանդիպել ենք մեր ակցիայի ակտիվիստներից Սիրանուշին, հարգելի Սիրանուշ, ողջուններս ես, երկու բառով կներկայացնեք, ինչի համար եք պայքարում եւ ձեր պայքարի բուն նպատակը։ Բարև ձեզ իմ հայ ժողովուրդ, բարև ձեզ պարոն Սարգսյան, մենք պայքարում ենք, ես իմ անունից եմ հիմա խոսում, պայքարում ենք ԴՀԿ-ի տուժտուգանքների համար, համաներում ենք պահանջում։ Նեղություն եմ խնդրում 1 րոպե կներեք ընդհատման համար։ ԴՀԿ-ի տուժտուգանքները, սիրելի հայրենակիցներ, եկեք գանք ամենակարևոր հենց արմատին, հա։ ԴՀԿ-ի տուժտուգանքները առաջանում են բանկերի եւ վարկային կազմակերպությունների բարձր տոկոսների թալանի պատճառով։ Եվ հիմա ուզում եմ հասկանալ, հարգելի Սիրանուշ, դուք պայքարում եք, որպեսզի բանկերի եւ վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքները 18%, 25%, 24%-ով տրամադրվող վարկերը, հիպոթեքերը սահմանվեն արժանապատիվ տոկոսադրույք, թե պայքարում եք ուղղակի մեկ անգամյա ԴՀԿ-ի տուժտուգանք լինի եւ համաներում լինի եւ այդպիսով ավարտվի։ Պայքարում ենք առաջին հերթին բանկերի տոկոսների դեմ, որոնք որ շատ ֆանտաստիկ ժանրից են։ Երկրորդ պայքարում ենք ԴՀԿ-ների տուժտուգանքների մեկ անգամյա համաներման համար, գոնե մինչև 10 միլիոն դրամով։ Սիրելի հայրենակիցներ, քանի որ դուք ակտիվ գրում եք տարբեր սոցիալական հարթակներում միանում եմ, կոչս մեկն է, ոչ թե մեկնաբանություններում գրել, որ մենք միանում ենք, այլ կոչ եմ անում բոլորին։ Ուրեմն կապ հաստատեք WhatsApp հավելվածի միջոցով 099 80 91 80 համարով։ Ձեր խոսքը։ Իմ խոսքը, հարգելի հայրենակիցներ, եկեք հավաքվենք միահամուռ, ոնց որ վարորդների այդ մեծ բազմությունը, նենց էլ մենք հավաքվենք, պայքարենք, այս խնդիրը լուծենք, վերջանա գնա, որովհետև էլ սենց ապրել չի լինում։ Մեզանից վերցնում են ցածր տոկոսադրույքով ավանդներ եւ այլն, այսինքն մեկից վերցնում են ցածր տոկոսադրույքով, բարձր տոկոսադրույքով տալիս են մեզ որպես վարկ։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես որ ապրիլի 15-ից հավաքվեցիք վարորդական իրավունքներից զրկված մեր հայրենակիցները եւ խնդրանքով դիմեցին ինձ, որպեսզի հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ եւ իմ կողմից գրված օրենսդրական նախագիծը մայիսի 16-ին հանդիպան ժամանակ քննարկեցինք Փաշինյանի հետ եւ փոխանցեցինք օրենսդրական նախագիծը վարորդական իրավունքից զրկված համաներման հետ կապված նախագիծը կյանքի կոչվեց, կոչ եմ անում։ Եթե ցանկանում եք, որպեսզի գալիք սերունդը բանկերի բարձր տոկոսների տակ չճռա եւ կարողանան երիտասարդ սերունդը արժանապատիվ ձևով ապրել, ինչպես նաեւ ունենալ 4 պատ, կոչս մեկն է, համախմբվել եւ պայքարել, սա համազգային մեծ ակցիա պետք է լինի եւ կարծում եմ բոլոր համայն ազգի 90%-ը բարձր տոկոսադրույքների պատճառով այնպես է աշխատում են, իրենց հանապազօրյա աշխատավարձը ստանում են, ամսվա վերջում տանում են վճարում են վարկային կազմակերպությունների տոկոսներն ու վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով եւ այնպես է մնում են ձեռնունայն։ Կոչս մեկն է, մեկ անգամ եւս, սիրելի հայրենակիցներ, ոչ թե սոցիալական մեր տարբեր հարթակներում, իմ պաշտոնական էջում գրեք միանում ենք, այլ կոչ եմ անում կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով եւ դառնանք միասնական, ու ամենակարևորը կոչ եմ անում, որպեսզի բոլոր ակցիաների, խաղաղ ինքնաբուխ ակցիաների ժամանակ գալ, համախմբվել, միանալ եւ պահանջատեր լինել, որպեսզի կենտրոնական բանկը ծառայի ժողովրդին, այլ ոչ թե ժողովուրդը ծառայի կենտրոնական բանկին կամ բանկերին կամ վարկային կազմակերպություններին։ Ձեր խոսքը վերջ։ Վերջին խոսքս խնդրում եմ, հարգելի հայրենակիցներ, միացեք մեզ, ամաչելու բան չկա եւ վախենալու բան չկա, ոչ մեկ ձեզ չի ստիպում, բայց դուք պետքա մոտենաք, ձեր հարցը լուծեք, ոչ մեկ ձեր տեղը չի կարա, բոլորս միանում ենք միահամուռ, Հայաստանի երևի 98%-ը վարկերի տակ է, խնդրում եմ միացեք, այս հարցը լուծենք, մենակ ինձանով չի, այն մեկով չի, 10 հոգով չի, 100 հոգով չի, բոլորս միանում ենք միահամուռ կերպով այս հարցը լուծում ենք, պարոն Սարգսյանի գլխավորությամբ։
Սիրելի հայրենակիցներ, վերջին խոսքս եմ ուզում հղել, ուրեմն 44 օրյա պատերազմից հետո, որևիցե բանկից, որևիցե վարկային կազմակերպությունից հետո, վարկային կազմակերպությունից կամ բանկից ես չեմ օգտվում։ Կոչս մեկն է, այս պարքարը հանուն ձեզ է, հանուն հայ ազգի է, ոչ թե ինձ համար, այլ ձեզ։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ այդ մեկ մարդը դու ես, սիրելի ժողովուրդ։ Միացիր եւ համախմբիր, փոփոխությունը դու ես։ Կանխավ շնորհակալություն։ Հարգանքով հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանս պատրաստ եմ ծառայել իմ ժողովրդին։